Մարտի 30-ին մեր եկեղեցին նշեց մեծ պահքի 5-րդ անիրավ դատավորի կիրակին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ փակ պատարագ մատուցեց Տեր Ադամ Քահանա Մակարյանը։ Ըստ Աստվածաշնչյան առակի անիրավության զոհ դարձած այրիկինը անընդհատ թակում էր դատավորի դուռը, պահանջելով, որ իր դատը տեսնի։ Դատավորը, որ ոչ մարդկանցից էր երկնչում, ոչ Աստծուց, կնոջ համառությունից հոգնած ի վերջո լուծում է դատը։ Անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակով Քրիստոս ինչ ուղերձ է հղում իր հետևորդներին։ Այդ մասին իր քարոզում խոսեց Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Առակի հիմնական ուղերձը, ասաց Սրբազան հայրը, հարատև աղոթքի մեջ ապրելն է։ Միայն նեղության ժամանակ չէ, որ պետք է հիշենք Աստծո մասին։ Անկեղծ եւ անձանձրույթ աղոթքը պաշտպանում է հավատացյալին, օգնում է հեռու մնալ փորձություններից, ասաց Վահան Սրբազանը։ Դատավորի կիրակին ոչ միայն մշտապես աղոթելու, այլև ձեռնարկած գործը ավարտին հասցնելու պատգամ է։ Պահքի կիրակիներին մարդաշատ է Սուրբ Էջմիածինը։ Շատերն են մասնակցում պատարագին եւ ձգտում մաքուր սրտով ու անկեղծ հավատով արժանի դառնալ Քրիստոսի հրաշափառ հարության խորհրդին։ Երբ որ գիտակցական աշխարհդ այնքան արդեն մեծանում է, որ դու հասկանում ես, որ առանց Աստծո անգամ մի տերև չի կարող շարժվել հայոց կյանքում, ինչի մասին է խոսքը, եթե մենք ինքներս այդ ճանապարհով չպիտի քայլենք, սա շղթա է, այս մեծ պահքի կիրակնորյա շղթան է, որ ամեն կիրակի մի խորհուրդ է իրենից ներկայացնում, եւ ամեն այդ կիրակի օրվա խորհուրդը յուրաքանչյուրից մեկ անգամ եւս տալիս է հնարավորություն վերանայել հասկանալու, ավելի խորը եւ գիտակից վերաբերվելու հարցերին։ Սա իմ առաջի պահքն է այս տարիների ընթացքում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ չափով լինել պահքի մեջ եւ անել դա իմ Աստծո համար, քանի որ նա նույնպես 40 օր չարչարանքների մեջ էր, փորձում ենք մենք էլ նրա համար անել սա եւ կարելի ասել լինել մի փոքր աշխարհիկ կյանքից հեռու, լինել հոգեվոր կյանքում եւ մաքրվել։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Տնտեսի կիրակին հաջորդող ուրբաթն է։ Այդ օրը Մասյացոտնի թեմի եկեղեցիներից որևէ մեկում, որպես կանոն, հավաքվում են թեմի հեռավոր գյուղերում եւ քաղաքներում սպասավորող հոգեվորականները։ Այս անգամ զանգերը կանչում են Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցի, կատարվում է խաղաղական ժամերգություն։ Մենք ուզում ենք նախ շեշտել միասնական աղոթքի գաղափարը, դրա կարևորությունը։ Սա նաեւ վկայության իմաստով պետք է հասկանալ, եկեղեցին առաքված է աշխարհը վկայելու Քրիստոսի ավետարանի մասին։ Երբ որ մենք հայտարարում ենք, որ այս ուրբաթ օրը մեծ պահքի ժամերգություն պետք է անենք այսինչ եկեղեցում, բնականաբար այդ լուրը տարածում է եւ մարդիկ մտածում են, սկսում են խորհել դրա շուրջ։ Սա նույնպես այս համախմբումը վկայություն է աշխարհին Քրիստոսի ավետարանի մասին, այն մասին, որ եկեղեցին որ հետևում է Քրիստոսին մեծ պահքի շրջանի մեջ է։ Բոլորս մեր մտքում միշտ պետք է ունենանք սա եւ Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդն է մեկնում անիրավ տնտեսի առակը, առանձնացնելով կարևոր ուղերձները։ Մեր եկեղեցին պահեցողության այս օրերը համարում է ապաշխարության շրջան, ընդգծում է թեմակալ առաջնորդը, իսկ միասնական աղոթքը նպաստում է ապաշխարության շրջանը սահուն անցնելուն։ Քանի որ մենք մեծ պահքի շրջանում ենք գտնվում, այս համախմբումը մեր հավատացյալների եւ հոգեվոր դասի նաեւ զորակցություն է մեկը մյուսին մեր հավատացյալներին, որպեսզի ապաշխարության այս շրջանը կարողանան հավատքով, հույսով եւ համբերատարությամբ հաղթահարել։ Միասնական աղոթքի օրեր Մասյացոտնի թեմում կազմակերպվում են արդեն 3 տարի։ Հեռավոր գյուղական համայնքների բնակիչները, որոնք եկել են իրենց քահանաների հետ, ասում են սա ոչ միայն հոգևոր կյանքում զորանալու, այլև միմյանց ճանաչելու, որևէ գործ ձեռնարկելու լավ առիթ է։ Տիկին Լյուդմիլան Արցախից է։ Տեղահանվելուց հետո բնակություն է հաստատել Արտաշատում։ Երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում եւ 30 տարուց ավելի երգել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երգչախմբում։ Ասում է մայր հայրենիքում առաջինը եկեղեցին մորպես ջերմագին ընդունեց իրեն։ Այստեղ գտավ իր մխիթարությունը։ Միակ վայրը, որտեղ ես ինձ զգացել եմ որպես տան, ոչ թե որպես տեղահանված, դա եկեղեցին է։ Այո,
որտեղ որ ես զգացել եմ, որ ես նույն զավակն եմ, ոնց եղել եմ Գանձասարում, նենց էլ Հայաստանի առավել եւս բոլոր եկեղեցիները, որտեղ ես հիմա այցելում եմ, ես ինձ զգում եմ որպես տանը եւ մի փոքր փոփում եմ իմ կորսված դրախտը։ Սիրով, հավատքով, նվիրվածությամբ եկել եմ եւ մասնակից եմ փորձել դառնամ եւ այստեղից փորձել եմ մի օրհնություն, մի լույսի մի շող էլ տանել իմ տուն, ինձ հանդիպակաց մարդուն էլ ողջունել Աստծով։ Արարողությունից հետո ներկաները հավաքվեցին եկեղեցու բակում, երիտասարդաց միության անդամները սիրո ճաշ մատուցեցին, պահոց կերակուրներն իրենց ձեռքով են պատրաստել։ Փորձում ենք ամեն ինչ անենք, որպեսզի պահոց ուտելիքներ լինեն, նաև սեղանի ներառված եւ մեր ուխտավորները ճաշակելով սիրո ճաշը Քրիստոսի սերը զգան եւ մենք հենց երիտմիությունում դա ենք հիմք դնում, որպեսզի ամեն բան պատրաստված լինի սիրով, ամենակարևորը եւ էական չէ թե ինչ կդրվի սեղանին, ամենակարևորը որ Քրիստոսի սերը լինի մեր բոլորի մեջ։ Սիրո ճաշը վաղ շրջանում նաև ագապե էր կոչվում։ Նույն սեղանից օգտվում էին համայնքի բոլոր անդամները։ Մոռացված այս ավանդույթն են ցանկանում վերականգնել երիտասարդաց միության անդամները։ Անուշ Առաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Նորքի հայորդյաց տան Նարեկ Պարային դպրոցը եւ Գագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը կրթօջախի հաղթանակները եւս մեկով ավելացրեցին։ Վրաստանում տեղի ունեցած Թբիլիսի Magical Spring միջազգային մրցույթ փառատոնից սաները վերադարձել են հաղթանակներով։ Երեխաների համար շատ մեծ մոտիվացիա է, որովհետև ոչ միայն արդեն Հայաստանից դուրս ենք ներկայացնում, թեկուզ կողքի երկրում Վրաստանում, բայց իրենց համար ինչ-որ մի հատ քայլ է դեպի մեծ բեմ ու շատ կարևոր է իրենց համար ներկայանալ ուրիշ ազգի առջև, նաև ուրիշ ազգի երեխաների հետ։ Տարածաշրջանային երկրներից տարբեր գեղարվեստական խմբեր են մասնակցել մրցույթ փառատոնին։ Կրկեսի նոր ձևավորված համույթի եւ Պարային դպրոցի 5-րդ դասարանի համար սա առաջին մասնակցությունն էր, առաջին հաղթանակը։ Մենք բոլորը շատ ուրախ ենք եւ հպարտ ենք, որ մեր հենց դպրոցը առաջ տեղ բռնեց մեր շնորհիվ։ Շատ հետաքրքիր եղավ, որ մենք առաջին տեղ գրավեցինք եւ ծնողներին եւ դասղեկներին ուրախացնեցինք, որ առաջին տեղի մեդալներով եկանք Հայաստան։ Ամբողջ Հայաստան դպրոցներում միայն մենք ենք զբաղվում կրկեսով, փորձում ենք այդ պատիվը բարձր պահել, մենք վստահ գնացինք ու վստահ էլ վերադարձանք։ Պարային դասարանը հայկական ժողովրդական եւ ժամանակակից պարային բեմադրություններ է ներկայացրել մրցույթին եւ արժանացել լավագույն խորեոգրաֆիա եւ կատարում մրցանակի։ Պարերը առանձնանում էին նրանով, որ վերցրել ենք հենց ճիշտ մաքուր հայկական մի պարը եւ մյուսը արդեն հայկական, բայց ժամանակակից մոտիվներով։ Խիոն եւ նոր հայկականը, որը բեմադրել էր ընկեր Արմանը, մեր Պարային դպրոցի ղեկավարը։ Կարծիքով հայ մարդը պետք է իմանա իր մշակույթը, իր ազգի երկն ու պարը, հետո այլ ազգերի երկ ու պարը, մշակույթը։ Տարբեր տարիքային խմբի 110 երեխա է սովորում Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցում։ Լավագույններն ընդգրկվում են համույթի կազմում։ Այս մրցույթ փառատոնին 4 համար են ներկայացրել։ Արժանացել են օրիգինալ ժանրի լավագույն կատարում մրցանակի։ Բոլորն էլ վստահ էինք, որ շատ լավ կարող էինք անել, որովհետև բոլոր համարները այստեղ շատ լավ պարապել էինք։ Պարկում ենք աթոռների վրա եւ փորձում ենք ձողերը պտտացնել ոտքերով, ձեռքերով։ Մեր մոտ շատ լավ ստացվեց, մենք մեզ շատ ազատ էինք զգում, չէինք լարվել, շատ հանգիստ արեցինք համարը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայկական բարեգործական ընդհանուր միության եւ անհատ բարերարների հովանավորությամբ գործող 8 հայորդյաց տներից մեկն է Նորքի հայորդյաց տունը։ Այս եւ սրան նախորդող բոլոր հաղթանակները հայորդյաց տանն ընթացող ամենօրյա աշխատանքի արդյունքն են, ասում են մանկավարժները։ Փառատոնին մասնակցած դասարանները հրավեր են ստացել նաեւ Պրահայից։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։
Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը մարդկանց առողջական կարիքներին ուղղված նոր ծրագիր է իրականացնում։ Արագածոտնի մարզի Բյուրական եւ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում իրականացվել է նախնական հետազոտություն հասկանալու համար գյուղական բնակչության շրջանում արյան բարձր ճնշման վիճակագրությունը, հիվանդության կառավարման մեթոդները։ Զարկերակային հիպերտենզիա ծրագրի արդյունքներից ելնելով կիրականացվեն միջամտություններ հետևելով առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների փաթեթին, որում արձանագրված է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ռազմավարությունը։ Առողջապահական ծրագրեր իրականացնելիս Հայ օգնության ֆոնդը հաշվի է առնում տեղական կարիքներն ու գլոբալ զարգացումները։ Բյուրական եւ Խնձորեսկ համայնքներում բժիշկների, բուժքույրերի վերապատրաստման ծրագրեր են իրականացվել։ Մենք իհարկե մնալով մեր հիմնական, այսպես ասած, մանդատի շրջանակներում, ինչը որ շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունների տրամադրումն է բժիշկներին, բուժաշխատողներին, մենք սկսեցինք ավելի շատ կրթական էլեմենտի վրա ուշադրություն դարձնել, այսինքն մեր կրթական բժշկական կրթական ծրագրում տարբեր ձևաչափերով իրականացնում էինք մեր իհարկե էքսպերտների հետ, գործընկեր առաջատար էքսպերտների հետ դասընթացներ առաջնային օղակի բժիշկների համար, սրտաբանների համար, թերապևտների համար, կարճ, երկար, արտագնա, մայրաքաղաքում, հեռավար, բոլոր հնարավոր ձևաչափերով դասընթացներ սիրտանոթային հիվանդությունների, ոչ վարակային հիվանդությունների կանխարգելման վարման ուղղությամբ։ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը զարկերակային հիպերտենզիա ծրագրի շրջանակներում Հայ օգնության ֆոնդի հետ միասին եղել է Սյունիքի եւ Արագածոտնի մարզերում որպես դասընթացավար։ Զարկերակային հիպերտենզիան ամենաայսպես տարածված հիվանդություններից է եւ կարիք կա, որպեսզի ոչ միայն դեղորայքային բուժման, այլ նաև ապրելակերպի վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացվեն եւ հիվանդների համար եւ մարզային բժիշկների համար դա իրականացվի եւ սա իհարկե շարունակական այսպես բնույթ է կրում մեր սրտաբանների կողմից եւ հովի հետ նույնպես այս իրականացվեց մարզերում, երկու մարզում, գյուղական վայրերում, որովհետեւ ավելի խոցելի, այսպես ասենք, պայմաններ կա եւ հիվանդների համար եւ բժշկական խորհրդատվական այսպես նույնպես ավելի բարելավելու կարիք կա։ Ծրագրի արդյունքները վերլուծությունը Հայ օգնության ֆոնդը կքննարկի առողջապահության նախարարության ոլորտի կազմակերպիչների հետ։ Վերապատրաստման ծրագրերից մարդկանց առողջական վիճակի հետազոտություններից բացի ծրագիրը նախատեսում է նաև անհրաժեշտ դեղորայքի տրամադրում։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Արաբկիրի հայորդյաց տան տնօրինությունը կանանց միամսյակի շրջանակում իրենց սաների մայրիկներին, տատիկներին, քույրերին հնարավորություն է ընձեռել 1 ամիս անվճար հաճախել հայորդյաց տանը գործող որևէ դասարան։ Շատ լավ է լինում, որ ծնողը ներսից կարողանում է ճանաչել, իմանալ, թե մենք ինչով ենք զբաղվում այստեղ։ Ծնողների հետ մշտապես կապի մեջ լինելու նպատակով գրեթե բոլոր հայորդյաց տներում ընտանեկան ակումբներ, սպորտլանդյաներ, հանդիպումներ են իրականացվում։ Եվ գիտեք ինչն է ուրախալի, որ ծնողները չեն խուսափում, ակտիվ գալիս են եւ իրենց մասնակցությունն են ունենում։ Սա նշանակում է, որ աշխատանքը իր նպատակին ծառայում է, իր պտուղները եւ արդյունքը տալիս է։ Նկարել սովորելու երիտասարդ տարիների երազանքն իրականացնելու լավ առիթ է սա, ասում է Կարինե Հովհաննիսյանը։ Նրա երեխան հայորդյաց տան նկարչության, իսկ ինքը մանրանկարչության դասարան է հաճախում։ Ճիշտն ասած դժվար է, պատկերացնում եմ ավելի հեշտ, բայց պետք է գույներին ծանոթանանք, երանգներին եւ կարողանանք ճիշտ նախշերը ընդգծել։ 2, 3, yes. Անահիտի ցանկությամբ էլ մայրն անգլերեն է սովորում։ Դժվար է, բայց հմուտ մասնագետի օգնությամբ հաղթահարելն անհնար չէ, ասում են մայր ու դուստր։ Ես ճիշտն ասած ուզեցա, որ մայրիկը իմ հետ գա, որովհետև հետաքրքիր լեզու է, ինքը մենակ ֆրանսերեն գիտեր, ուզեցա, որ ինքն է անգլերեն իմանար։ Իմ համար իրոք շատ հետաքրքիր է, լավ մանկավարժ ամենակարևորը, ճիշտ համապատասխան տալիս է ինչ անհրաժեշտ է,
Ինձ էլ հաճելի է ու ինձ թվում է, որ կշարունակեմ ես էլ գալ, ինչքան որ Անահիտը։ Արաբկիրի հայորդյաց տանն այս պահին ազգային երկու դասարան չի գործում, բայց ուսումնական գծով փոխտնօրեն Ժաննա Ներսիսյանի նախաձեռնությամբ, որը նաև դրա մասնագետն է, հավանաբար շուտով նոր դասարան կբացվի։ Ծնողների մասնակցությունը եւ հետաքրքրվածությունը անվճար դասընթացին մեծ է, ասում է մասնագետը։ Ազգային երկու պարը յուրաքանչյուր հայ պիտի իմանա, քանի որ դա իր երկրի կարելի ասել պատմությունն է։ Դրա համար ես էլ ուզեցի, ինչպես իմ դասընկերները, ուզեցի իրանց հետ հաճախել։ Ազգային արժեքները բոլորս էլ գիտենք պահպանման այդ կարևորագույն մեծ խնդիրը հիմա ավելի ակտուալ է այս օրերին եւ գտնում եմ, որ բոլորս էլ պետք է որպես զինված, որպես զինվոր պետք է կարողանանք հնարավորինս փոխանցել եւ պահպանել։ Հայորդյաց տներում այսպիսի նախաձեռնությունները շահեկան են թե ծնողների համար, ովքեր հնարավորություն են ունենում ծանոթանալ դասավանդող մանկավարժների հետ, տիրող մթնոլորտին, կառույցի պայմաններին, թե մանկավարժների համար, ովքեր լսում են կարծիքներ, առաջարկներ։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։